Բարև, վերջին անգամ տեսանք Դավիթի անգեղծ վիշտը Հովնաթանի մահվան պատճառով։ Այսօր երկրորդ թագավորաց երկրորդ գլխում մեջ Դավիթ կհարցնի Աստծո. Հիմա որ սավուղ մեռավ, եւ ես եմ հաջորդ օձյալ թագավորը, դառնամ դեպի խոստացված երկիրը։ Գարձիկովդ ինչու Դավիթ այսպիսի հարցում հարցուց։ Դավիթ շատ կարևոր դասը սորված էր, թե ամ պետք էր սպասեր Տիրոջ, եւ իսկապես կսպասե Տիրոջ հրահանգին։ Եվ Աստված ըսավ Դավիթին, որ երթա Քեփրոն, բայց զգուշությամբ շարժի։ Դավիթ պետք չէր բարձրանար այնտեղ եւ բռնիորեն ստանցներ թագավորությունը, այլ նախ երթար երկիրը եւ բարձրապես այնտեղ գտնվեր, եւ երբ գնաց Հութայի ցեղը զինք թագավոր ըրին։ 5-րդ համարի մեջ Դավիթ շնորհակալություն հայտնեց քաղաքի Հապեսի բնակիչներուն, Սավուղին եւ Հովնաթանին բաճաճ կերպով թաղելուն համար, քանի որ անոնք Սավուղի մարդիկն էին։ Մինչդեռ 8-րդ համարի մեջ կհիշվի, թե Սավուղն ու Հովնաթանը ունեին որդիներ, որոնք դրամբանականորեն եւ իրավունքով անոնք քահը պետք էր ժառանգեին, սակայն Աստված միջամտեց։ Ափեններ, որ Սավուղի բանակի հրամանատարն էր, անմիջապես շարժեցավ, որպեսզի անոնց մեկը թագավոր ընե։ Եվ այսպես Դավիթ թագավոր գլա Հութայի հարավային թագավորության վրա, իսկ Հիսուսային 10 ցեղերը իրենց թագավորը գնեն Սավուղի որդին Հեփուստեն։ Եվ այդ մեկը պատճառ դարձավ քաղաքացիական ներքին պատերազմի երկու թագավորություններում միջև, որը սպարեց ամբողջ ժողովրդին ուժն ու զորությունը։ 12-ին 17 համարներում մեջ կտեսնենք, որ երկու թագավորություններն ալ կփորձեն համացայնություն կնքել քաղաքացիական պատերազմը արգելելու համար։ Բայց դիվանագիտական համացայնությունները իրենց ավարտին հասան սպանությունով, որովհետև այդ մեկը հիմնված էր խորամանկության վրա։ Սակայն Դավիթ պատրաստ էր եւ անմիջապես պատերազմի կանչեց Հիսուսային ցեղերը։ Ինչպես որ պիտի տեսնենք, Դավիթը նույն ամեղ փոքրիկ հովիվը չէր այլևս, որը սկիզբը տեսանք։ Անհիմա փորձառու բանակի մարդ մներ, ինքնավստահ, Տիրոջ վստահող եւ գրծավ հաղթանակ ձեռք ցկել։ Ետքը 21-22 համարներում մեջ Հովաբի եղբայրը Ասայել, որ Դավիթի զորավարն էր, քնած ափիներին հալածելու։ Ան չթատրեցավ, չնայած ափիների խնդրանքին, որ ետ դառնա։ Հետևաբար ափիներ սպանեց զինք։ Եվ Հովաբ, որու սիրտը լեցվեցավ թարնությամբ ու ադելությամբ, վրեժխնդիր դարձավ։ Երրորդ գլխում մեջ կգարտանք Դավիթ 7 տարի անցուց Քեփրոն քաղաքի մեջ։ Եվ երրորդ գլխուն երրորդ համարեն սկսյալ զգալի փոփոխություններ տեղի կունենան։ Սավուղի որդին Հեփուստեն կմեղադրե ափեներին Սավուղի հարջին հետ բարգելուն համար։ Եվ ափեներ գսե Հեփուստեին, ես ազատ եմ, եւ ինչ որ գուզեմ գնեմ։ Ափեները չընդունեց երիտասարդ թագավորին հանդիմանությունը, ուստի սկսավ Դավիթին առաջարկել, որ Հիսուսային եւ հարավային թագավորությունները միանան։ Եվ 10-րդ համարի մեջ Դավիթ համացայնություն կնքեց ափեների հետ, որ պիտի կործատրվեր միայն, եթե ափեներ գարենար իր հետ բերել Սավուի աղջիկը Մեխքողը, Դավիթին առաջին գինը։ Ափեները գադարեց իր խոստումը եւ Դավիթ եղավ թագավոր ամբողջ 12 ցեղերում վրա։ Մինչդեռ Հովաբ, Դավիթի բանակին հրամանատարը, դագավին վրեժ բահած էր իր եղբոր սպաննվելուն համար։ Եվ 27-րդ համարի մեջ կտեսնենք Հովաբ քաղաքեն դուրս կհանե ափեներին եւ առանցին դեղմը կսպաննե զինք։ Երբ Դավիթ կլսե այս մեկը, կմեղադրե Հովաբին այս սարսափելի բանը անելուն համար։ Մինչ Դավիթ գսկա ափիների մահը անգողպա ասելով. Միթե ափիներ այնպես մերավ, ինչպես անսկամ մարդ մը գմերնի։ Հետաքրքրական է Դավիթի համար այդպես ասել, չէ՞։ Սակայն խնդիրը այն է, որ ափիներ Քեփրոնի մեջ էր, այսինքն մարդասպաններու Աբաստանի քաղաքի մեջ։ Եվ եթե ափիներ մնար այդ քաղաքի մեջ, անապահով պետք է ըլլար։ Սիրելիներ, կգարձեմ, որ այս նամակ մնե մեզի համար այսօր։ Այսօր մեղավորին համար Աբաստան գա, եւ այդ Քրիստոսի մեջ է։ Դեր Հիսուս մեր Աբաստանն է։ Արդյոք այսօր կհանգչիս
Քրիստոսի մեջ, Աբաստանի վայրին մեջ։ Ամեն։